Ես հիմա քեզ կասեմ, թե ով է ամենաշատը քեզ վնաս պատճառում։ Դա դու ես, ոչ թե բռունցքներով եւ ոչ էլ բռնությամբ, այլ խոսքերով։ Դրանք երբեմն լուռ, երբեմն կրկնվող խոսքեր են, որ շարունակ ասում ես ինքդ քեզ եւ դրանով հոգեկան ցավ պատճառում։ Այս խոսքերը դու ասում ես ինքդ քեզ ամեն անգամ հայլու առաջ, ամեն առավոտ, երբ տեսնում ես քո արտացոլանքը, ամեն անգամ, երբ ձախողվում ես, ասում ես ամեն անգամ, երբ ինչ-որ մի բան քեզ մոտ չի ստացվում եւ արդյունքում խոսքերով ցավեցնում եւ խարազանում ես ինքդ քեզ։ Եվ այսօր ես հենց դրա մասին կխոսեմ 5 խոսքեր, որոնք երբեք չպետք է մենք ասենք մեզ։ Ինքնաոչնչացնող արտահայտությունները նման են թույնի։ Դրանք դանդաղ ներգործում են, երբեմն աննկատ, բայց գալիս է ժամանակ, երբ որ մեր ամբողջ գոյությունը, էությունը, գիտակցությունը թունավորվում է։ Ժամանակի ընթացքում դրանք ձևավորում են մեր մտքերը, մեր մտածելակերպը, թելադրում են մեր գործողությունները եւ մեր ամբողջ գոյությունը թունավորում։ Արդյունքում մենք դառը արդյունքների առաջ ենք կանգնում։ Հետևաբար այսօր ես կխոսեմ ինքնաոչնչացնող արտահայտությունների մասին։ Դրանք այն արտահայտություններն են, որոնք ոչ թե դիմացինին են ցավեցնում եւ ոչնչացնում, այլ դրանով մենք ինքներս մեզ թունավորում ենք, ինքներս մեզ ոչնչացնում ենք, ինքներս մեզ վնասում ենք։ Ուրեմն տեղյակ լինենք, զգույշ լինենք եւ այլևս չասենք, չարտաբերենք այս խոսքերը եւ դրանով չվնասենք ինքներս մեզ։ Մենք խոսենք նաև այն մասին, թե ինչպես են այդ խոսքերը վտանգում մեր առողջությունը, վնասում մեր առողջությունը եւ խեղում մեր հոգեկան աշխարհը։ Այս դրվագում մենք կբացահայտենք 5 ինքնավնասող արտահայտություններ, որոնք մարդը շատ անգամ ասում է ինքն իրեն, եւ կարող ենք բացահայտել նաև, որ մենք ենք այդ խոսքերը ասում մեր հանդեպ։ Գուցե շատ անգամ ենթագիտակցաբար, շատ անգամ պարզապես դրանք դուրս են թռնում մեր բերանից եւ մենք չենք էլ գիտակցում, որ ինչ հսկայական ցավ եւ թույն կա դրանց ներսում։ Պրոֆեսոր Քրիստեն Նեֆի հետազոտության համաձայն մարդկանց 78%-ը իրենց հանդեպ խոսում է քննադատաբար եւ դառը ու թունոտ արտահայտություններ է անում իրենց հասցեին։ Այդ լեզուն մարդու մեջ խորացնում է դեպրեսիան, վախը, ինքնաընկալման խեղաթյուրումը։ Այս արտահայտությունները կարծես պարարտ հող լինեն, որի վրա աճում է տագնապը, սեփական անձի անլիարժեքությունը, նևրոզը։ Կարծես մի ներքին ձայն կա, որը չի թողնում, որ դու լիարժեք ուրախանաս, լիարժեք վայելես այս կյանքը, լիարժեք մոտենաս Աստծուն, մի ներքին ձայն, որը քեզ անընդհատ հետ է քաշում, որը անընդհատ վնասում է քեզ, որը անընդհատ հուշում է քո անլիարժեքության մասին, անընդհատ խոսում է քո թերի լինելու մասին, մերժված լինելու մասին, մարդկանց կողմից չընդունված լինելու մասին։ Ավելին, նա ստիպում է քեզ, որ այդ ձայնը արտահայտվի քո բերանի միջոցով, քո շուրթերի միջոցով, եւ դա կարող է դառնալ մի բացասական թունավոր աղոթք, ներքին մի դավանություն, որի արդյունքները շատ ցավոտ կլինեն։ Առակաց 18-21 խոսքը մի շատ կարևոր ուղերձ ունի մեզ համար։ Սա թե հոգևոր, թե հոգեբանական, թե առողջական եւ որ կողմից ուզում եք նայեք, հետևանք է թողնում մեզ վրա։ Եկեք ուրեմն կարդանք. մահն ու կյանքը լեզվի ձեռքին են, եւ նրան սիրողները կուտեն նրա պտուղը։ Զարմանալի եւ խորը խորհուրդ կա այս արտահայտության մեջ։ Իրականում լեզվի մեջ մեծ զորություն կա, բառերի, խոսքերի մեջ ուժ կա, որոնք կարող են մարմնավորվել եւ երբեմն քաղցր եւ երբեմն դառը պտուղներ առաջացնել մեր կյանքում։ Հետևաբար մենք պետք է շատ զգույշ լինենք, թե ինչ բառեր են դուրս գալիս մեր բերանից եւ մեր լեզվից։ Շատերն են, չէ, տիրապետում օտար լեզուների, բայց ցավոք սրտի շատ քչերն են տիրապետում իրենք իրենց։ Այդ դրա համար է Հակոբոս առաքյալն ասում.
որ նա ով սանձել գիտի իր լեզուն, տիրապետել գիտի իր լեզվին, նա կատարյալ մարդ է։ Իսկապես մեր մարմնի ամենադժվար սանձվող օրգանը հենց մեր լեզուն է, բայց նաև մեր լեզուն է, որ կարող է մեզ ապրեցնել մահն ու կյանքը լեզվի ձեռքին է։ Ուրեմն 5 ինքնավնասող արտահայտություններ եւ դրանց հետևանքները։ Ես ավելի շատ կխոսեմ նաև հոգեվոր առողջական հետևանքների մասին, որ կարող են այս արտահայտությունները թողնել եւ ինչ լուծում է առաջարկում Աստվածաշունչը, որն է հոգեվոր ճիշտ լուծումը այդ ամենին։ Ուրեմն առաջին արտահայտություն. ես ոչ մեկին պետք չեմ։ Եկեք խոստովանենք, թե արդյոք մենք նման արտահայտություններ անում ենք եւ արել ենք մեր կյանքում։ Վերջին անգամ երբ ես նման արտահայտություն արել, սա մարդու մեջ ձևավորում է մերժվածության ինքնություն, անգլերեն rejected identity, ինչը հաճախ կապված է սոցիալական մեկուսացման, ինքնավստահության կորստի եւ անբավարարության մշտական զգացողության հետ։ Ինչ առողջական հետևանք կարող է թողնել մեզ վրա այս արտահայտությունը։ Մարդիկ, ովքեր իրենց անարժեք են համարում, ունեն բարձր կորտիզոլի մակարդակ, որը բացասաբար է ազդում սրտի մարսողական համակարգի եւ իմունիտետի վրա։ Տեսեք, մի փոքրիկ արտահայտություն, բայց որքան մեծ վատ ազդեցություն է նա գործում մեր սրտի, իմունիտետի եւ մարսողական համակարգի վրա։ Հիմա հոգեվոր մոտեցումը որն է, ինչպես կարող ենք մենք այս արտահայտությունը փոխարինել աստվածաշնչյան արտահայտությամբ եւ դա դարձնենք մեզ համար բարի դավանություն եւ աղոթք։ Եսայա մարգարեության 43 գլխի առաջի խոսքում մի գեղեցիկ դավանություն կա։ Հետևյալն է գրված. մի վախեցիր, որովհետև ես քեզ փրկել եմ, կանչել եմ քեզ քո անունով, թե դու իմն ես։ Ինչ գեղեցիկ խոսք է Տիրոջ կողմից ուղղված մեզ։ Այն ժամանակ, երբ որ մենք ասում ենք ես ոչ մեկի պետք չեմ, ահա հիշում ենք, որ Աստծո խոսքը զարթուցիչի պես անընդհատ մեզ հուշում է, որ Աստված ասում է դու իմն ես, ես քեզ փրկել եմ եւ ես քեզ անունով եմ կանչել, անվանապես եմ կանչել։ Սա իսկապես մեզ հույս է տալիս, Աստված ճանաչում է մեզ եւ եթե կա մի բան, որ իսկապես մեզ արտակնապես թվա, կարծեցյալ ձևով թվա, որ ոչ ոք մեզանով հետաքրքրված չի, որ մենք ոչ ոքի պետք չենք, ապա կա մեկը, տիեզերքի արարիչը, ամենակարող Աստված, որին մենք պետք ենք, որը մեզ անունով է կանչել։ Հետևաբար եկեք վերաձևակերպենք ես ոչ մեկի պետք չեմ արտահայտությունը, դուրս հանենք մեզանից եւ այն փոխարինենք հետեւյալ արտահայտությամբ. ես մերժված չեմ, ես Աստծո կողմից ընդունված եմ եւ Աստված ինձ նպատակով է ստեղծել եւ անունով է ինձ կանչել։ Երկրորդ արտահայտություն, որ մենք երբեք չպետք է անենք, հետեւյալն է. ինձանից ոչինչ դուրս չի գա։ Անգլերեն սրան ասում են learned helplessness կամ հակում դեպի անօգնականությունը, երբ որ մարդը իրեն վարժեցնում է, իրեն սովորեցնում է սեփական անօգնական վիճակին, որ ես ոչինչ չեմ կարող անել, ինձանից ոչինչ դուրս չի գա եւ մարդը սկսում է իրեն սովորեցնել անհուսությանը, անօգնական վիճակին եւ անելանելի դրությանը։ Նման դավանություն անող անձնավորությունը շատ արագ հանձնվում է, չի պայքարում, չի փորձում ռիսկի գնալ, նա անընդհատ համակված է վախերով, որովհետև իր մտածելակերպ հենց այսպիսին է, ես ոչինչ չեմ կարող անել, ես ձախողակի մեկն եմ։ Հիմա եկեք տեսնենք նման արտահայտությունը շարունակաբար կրկնելը ինչ առողջական հետևանք, վատ հետևանք կարող է թողնել մեզ վրա։ Ապացուցված է, որ նման արտահայտություն անողները շատ հաճախ ունենում են քրոնիկ սթրես, անքնություն եւ նույնիսկ տագնապային հակումներ։ Նրանց մոտ անդադար ինչ-որ մի անհանգստություն կա, անդադար անլիարժեքության զգացողություն կա եւ խորացող սթրես կա, որը նաեւ կարող է բերել անքնության։ Տեսեք, արտահայտություն ընդամենը խոսք, չշոշափվող ոչ նյութական արտահայտություն, բայց
նյութական եւ շոշափելի վատ արդյունք։ Հիմա ինչպես կարող ենք այս արտահայտությունը փոխարինել հոգեվոր ճիշտ դավանանքով։ Փիլիպպեցիներին 4:13 խոսքում Պողոս առաքյալը հետևյալն է ասում. ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Սա իհարկե չի նշանակում, որ մենք ամեն բան մեզանով կարող ենք, բայց երբ որ Քրիստոսը մեզ զորացնում է, մենք ուրեմն կարող ենք։ Սա օգնում է մեզ հաղթահարել անկարողության զգացողությունը եւ հնարավորություն տալ, առիթ տալ Քրիստոսին զորացնել մեզ։ Շատերս օրինակ, երբ որ մեղքի դեմ պայքարում հանձնվում ենք եւ թուլանում ենք, կարող ենք ասել, որ ես այդպես էլ չեմ կարող ազատագրվել այդ մեղքից, այդ վատ սովորությունից, ինձ մոտ դա չի ստացվում։ Բայց երբ որ մենք հավատքով կարողանում ենք արտաբերել այս խոսքերը եւ ձախողակ արտահայտությունը փոխարինել Աստծո խոսքի դավանանքով, այդ ժամանակ մենք նախադրյալներ ենք ստեղծում մեր կյանքում հաղթանակի։ Ուրեմն, եթե Քրիստոսը ինձ զորացնում է մի բանում, ուրեմն ես կհաջողվեմ, ինձ մոտ դա կստացվի, ես կկարողանամ հաղթահարել այդ նեղությունը, այդ դժվարությունը, ես կկարողանամ հաղթել այդ մեղքին, քանի դեռ Քրիստոսը ինձ զորացնում է։ Բարեկամներ, եթե այս նյութերը ձեզ հետաքրքիր են, նախքան անցնելը երրորդ արտահայտության, կխնդրեմ, որ չմոռանաք ձեր լայքի նշանը դնել եւ մեկնաբանությունում ակտիվ կիսվել ձեր սեփական փորձառությամբ։ Դուք պարտավոր չեք դա անել, բայց այդ ամենը օգտակար է, որպեսզի այս նյութը տարածվի եւ ավելի լայն լսարանի համար հասանելի լինի եւ դրանով հանդերձ մարդկանց համար օգտակար դառնա։ Շնորհակալություն ձեր ակտիվ աջակցության համար։ Ուրեմն երրորդ արտահայտություն, որից պետք է ծայր աստիճան զգույշ լինել, որովհետև այս արտահայտության մեջ խորը մոլորություն կա եւ այն նախադրյալ է ստեղծում դժբախտության համար։ Երրորդ արտահայտությունը հետևյալն է. դե իմ ճակատագիրն էլ այդպիսին է։ Լսել եք, չէ՞ որ մարդիկ այդպես ասեն։ Իսկ գուցե դուք եք ասել այդպես։ Գրեք մեկնաբանության մեջ, եթե նման արտահայտություն երբևէ գործածել եք կամ ինչ-որ մեկից լսել եք։ Դե իմ ճակատագիրն էլ դա է։ Սրան անվանում են ճակատագրապաշտություն, երբ մարդը պատասխանատվությունը իր վրայից գցում է ճակատագրի վրա, ինչ-որ վերին ուժերի ստեղծած իրավիճակի վրա, երբ որ մեղավորը ինքը չի, իր տգիտությունը չի, իր սխալները չեն, այլ ճակատագիրն է։ Սա մեզ վարժեցնում է ծուլության, անհոգության, թե եթե մեկի ճակատին գրածը, որ նա պետք է դժբախտ լինի, պետք է աղքատ լինի, ապա ինչու պայքարել, ապա ինչու կրթվել, ապա ինչու գնալ առաջ, եթե մարդու ճակատագիրը այդպիսին է։ Բարեկամներ, ես չեմ հավատում բախտին, ես չեմ հավատում ճակատագրին։ Ես հավատում եմ, որ Աստված մարդու համար լավագույնն է նախասահմանել եւ մարդը Աստծո հետ գործակցելով կարող է հասնել այդ լավագույն օրհնության, եթե մենք իսկապես ջանք գործադրենք, բացահայտենք ճշմարտությունը եւ ընթանանք դեպի այդ ճշմարտությունը եւ լինենք Աստծո կամքի մեջ, որը մեզ համար է նախատեսված, ահա այդ ժամանակ մենք այլևս չենք ասի դե դա էլ իմ ճակատագիրն էր, ինչ ասեմ, ուրեմն պետք է հաշտվեմ դրա հետ եւ չպայքարեմ։ Ինչ հոգեբանական հետևանք դա կարող է թողնել մեզ վրա։ Սա չափազանցված ընդհանրացման օրինակ է։ Մարդը ամեն բան չափազանցնում է եւ ընդհանրացնում է, տարածում է իր կյանքի վրա։ Մարդը ընդունում է, որ իր ամեն ձախողում ապացույցն է, որ ինքը անհաջողակի մեկն է, որ այդպես էլ նախատեսված է, որ նա երջանիկ ամուսնություն չի ունենա, որ նա չի հաջողվի ուսման մեջ, չի հաջողվի բիզնեսի մեջ, հետեւաբար պետք է հաշտվի իր ձախողման հետ։ Արդյունքում զարգանում է մեղքի եւ քրոնիկ ինքնադատապարտման զգացում եւ մարդը ինքն իրեն ուղղակի դժբախտացնում է։ Իսկ ինչ առողջական հետևանք դա կարող է ունենալ մեզ վրա։ Շարունակական եւ պարտադրված մեղքի այս վիճակը կարող է հանգեցնել սոցիալական կապերի թուլացման, ինքնազզվանքի եւ նույնիսկ ինքնավնասման վարքագծի։ Երբ որ մարդ ինքն իրենից հոգնում է, ինքն իր կյանքից զզվում է եւ մտածում է վերջ տալ իր կյանքին, սուիցիդալ մտքեր է ունենում, հոգնում է, այլևս չի ուզում պայքարել, չի ուզում լավը տեսնել եւ հաշտվում է իր իրավիճակի հետ։ Ուրեմն
դե սա էլ իմ ճակատագիրն է արտահայտությունը մահացու թունավոր արտահայտություն է, խուսափենք այս արտահայտությունից եւ փոխարինենք այն հոգեվոր ճիշտ դավանանքով։ Ես ձեզ առաջարկում եմ մի հետաքրքիր դեղատոմս Փիլիպպեցիներին առաջին գլխի 6-րդ խոսքից, տեսեք Պողոս առաքյալը ինչ է գրում. «Եվ հաստատ համոզված եմ սրանում, որ նա ով ձեր մեջ այս բարի գործը սկսեց, ավարտին կհասցնի, մինչև Հիսուս Քրիստոսի օրը»։ Աստված է, որ բարի գործ է սկսել մեր կյանքում, Աստված սկսել է այդ բարի գործը, եւ Պողոս առաքյալն ասում է ես հաստատ համոզված եմ, տեսեք ինչ դրական խոսք է ասում, համոզիչ խոսք է ասում, հաստատ համոզված եմ, որ նա ավարտին կհասցնի, որ նա կիրագործի այդ բարի գործը։ Ուրեմն մենք էլ այդ հաստատ համոզվածությունը ունենանք, ձախողումները, անհաջողությունները պատահում են բոլորիս, բայց դրանք մեր ճակատագիրը չեն։ Աստված բարի գործ է սկսել մեր կյանքում եւ նա անպայման այն ավարտին կհասցնի։ Հետևաբար, երբ սխալներ լինեն մեր կյանքի մեջ, ոչ թե հուսահատվենք, այլ բացի այն, որ փորձենք շտկել, նաեւ ասենք, որ այո, հնարավոր է, որ իմ կյանքում սխալներ լինեն։ Ես սովորում եմ, բայց Աստված շարունակ գործում է իմ մեջ եւ նա դեռ չի ավարտել իր աշխատանքը ինձանում։ Չորրորդ արտահայտությունը, որ շատ վտանգավոր է եւ պետք է խուսափել եւ խորհուրդ եմ տալիս երբեք չասել, հետեւյալն է. ես երբեք չեմ փոխվի, ես այսպիսին եմ ու վերջ։ Այսինքն դու ստիպում ես, որ մարդիկ համակերպվեն քո իրավիճակի հետ, քո էության, բնավորության հետ եւ դու էլ քեզ համոզում ես, որ դու այդպիսին ես ու վերջ, դու չես կարող փոխվել։ Այս արտահայտությունը պարզապես փակում է քո առաջ փոփոխությունների դուռը եւ զրկում է քեզ աճելու հնարավորությունից։ Վերջիվերջո մարդ արարածը փոփոխական է, փոփոխման ենթակա է, լավ առումով նաեւ փոփոխման ենթակա է։ Ես իհարկե հավատում եմ, որ Աստված մեզ ստեղծել է ուրույն խառնվածքով։ Նա մեզ դրել է մեր մեջ այն խառնվածքը, որը յուրօրինակ է եւ որը փոփոխման ենթակա չի եւ պետք չի փոխել։ Բայց մեր բնավորությունը, որը կազմված է մեր սովորությունների շղթայից, մեր շարունակական կրկնվող սովորություններից, ենթակա է փոփոխության։ Հետևաբար, երբ որ դու բնավորության խնդիր ունես, պարզապես մի փակիր դուռը մարդկանց առաջ եւ փոփոխությունների առաջ եւ մի ասա, դե ես այսպիսին եմ, որ կամ ինձ ընդունեք այսպիսին, հաշտվեք, որ ես այսպիսին եմ եւ չեմ փոխվի։ Ոչ, դու կարող ես փոխվել, ես կարող եմ փոխվել։ Մենք բոլորս ենթակա ենք փոփոխության, դրական, լավ փոփոխության։ Աստծո խոսքն ասում է, որ երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքը եւ բաց երեսով տեսնում ենք իրականությունը, մենք ընթանում ենք փառքից դեպի փառք, մենք վերափոխվում ենք, դառնում ենք Աստծո որդու նման, եւ երբ որ գրված է, որ նա գա, մենք նրա նման կլինենք։ Հետևաբար, երբեք մի սահմանափակիր քեզ եւ մի ասա, ես այսպիսին եմ ու վերջ։ Դու կարող ես փոխվել դեպի լավը։ Ուրեմն նման արտահայտություններ անող անձնավորությունները առողջական հետևյալ խնդիրները կարող են ունենալ։ Սովորաբար նրանք ջղային խնդիրներ են ունենում, ագրեսիվ են, լարված են, մի փոքրիկ արտահայտությունից կարող են պորտկալ եւ դա անդառնալի հետևանք կարող է թողել մեր առողջության վրա։ Հռոմեացիներին 12-րդ գլխի 2-րդ խոսքում կա մի գեղեցիկ խորհուրդ մեզ։ Պողոս առաքյալն ասում է, որ մի կերպարանավորվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, այսինքն եթե դուք ձեր միտքը նորոգեք, եթե փոխեք ձեր մտքերը, կփոխվի նաև ձեր կյանքը։ Հետևաբար մի համակերպվեք այն կերպարի հետ, որ դուք հիմա ունեք, դա դուք չեք։ Աստված ավելի լավն է պատրաստել ձեզ համար եւ անկախ ձեր տարիքից դուք կարող եք փոխվել։ Վերջի վերջո փոփոխությունները ցավոտ են, հեշտ չի փոխվելը, բայց դրանք անհրաժեշտ են եւ այո, Աստված ձեզ հետ է եւ ձեզ ուժ կտա փոփոխության այդ ճանապարհին։ Եվ վերջինը 5-րդ արտահայտություն, թեպետ նման արտահայտությունները շատ են, որ մարդիկ կիրառում են, բայց ես առանձնացրել եմ ամենաշատ գործածվող արտահայտությունները եւ մինչեւ ես դա կասեմ, մեկնաբանությունների մեջ ակտիվ դուք գրեք էլ ինչ արտահայտություններ կան, որոնցով մարդիկ ինքնավնասում են իրենց։ Բայց 5-րդ արտահայտությունը, որ առանձնացրել եմ եւ հատկապես մեր հայկական միջավայրում շատ եմ լսում, հետեւյալն է. մեռնեմ
պրծնեմ։ Հոգեբանական ինչ հետևանք կարող է ունենալ այս արտահայտությունը մեզ վրա։ Սա ինքնության մերժում է եւ հաճախ կապված է ինքնասպանության պասիվ մտքերի հետ։ Վերջ-վերջում մարդու օրգանիզմը կարծես սկսում է համակերպվել, որ մարդը այլևս չի ուզում ապրել, նա ուզում է մեռնի եւ պրծնի։ Մարդը այլևս արժեք, նպատակ չի տեսնում իր գոյության եւ իր ամբողջ էությամբ, իր բջիջներով կարծես մահն է փափագում։ Իմ ծանոթներից մեկը մի անգամ մի հետաքրքիր փորձառություն պատմեց այս արտահայտության հետ կապված։ Նա ասում է մի անգամ բողոքով եւ աղոթքով գնացի Աստծո առաջ շատ հոգնատանջ վիճակում եւ ասացի Տեր, ես իսկապես հոգնել եմ, զզվել եմ իմ կյանքից, հոգիս պրծնեմ, մեռնեմ, պրծնեմ։ Եվ ասում է այդ ժամանակ կարծես զգացի ինչպես Աստված վերևից նայեց ինձ եւ հետեւյալն ասաց. լուրջ ես ասում։ Եվ ասում է, երբ որ ես նման զգացողություն ունեցա, սարսուռ ապրեցի։ Եվ ինքս ինձ մտածեցի, որ իրականում չէ, այդքան էլ լուրջ չեմ ասում, արտահայտություն է ասում եմ։ Հիմա պատկերացրեք, եթե իրոք Աստված լուրջ վերաբերվեր այս արտահայտությանը, բայց մեռնեմ, պրծնեմ արտահայտությունը իրոք մահ է բերում մեր ներսում։ Բերում է հուզական մեկուսացման, հորմոնային անկայունության եւ ինքնաոչնչացման վարքի, երբ որ դու այլևս նպատակ չես տեսնում եւ ոչ մի բանով չես ուրախանում եւ բացի այդ նաեւ քո միջավայրի մեջ մահ է սփռում։ Շատ անգամ ծնողներն են նման արտահայտություն անում իրենց զավակների մոտ։ Սա ցավեցնող, մահ բերող արտահայտություն է։ Զգուշացեք, վարժեցրեք ձեր լեզվին, խրատեք ինքներդ ձեզ, որ երբեք նման արտահայտություն այլևս չանեք։ Ինչ հոգևոր արտահայտությամբ կարող եմ փոխարինել այս մահացու արտահայտությունը։ Ես ձեզ առաջարկում եմ մի գեղեցիկ սաղմոս, 139 սաղմոսի 14-րդ խոսքում Դավիթ թագավորը կամ Դավիթ մարգարեն մի գեղեցիկ աղոթք է անում, ասում է. «Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր եւ զարմանալի կերպով ստեղծվեցի, զարմանալի են քո գործերը եւ իմ անձը լավ է հասկացել»։ Դավիթը գոհանում էր, որ Աստված իրեն ստեղծել է զարմանալի կերպով, թեպետ շատ դժվարություններով էր նա անցնում, բայց նա իրեն վարժեցրել էր, սովորեցրել էր գոհանալ կյանքի համար։ Իսկ առաջին Կորինթացիներին 6:20 համարում Պողոս առաքյալը ասում է. «Մեծ գնով եք գնվել»։ Ուրեմն մեր կյանքը պետք է Աստծուն, եւ մենք չենք կարող պարզապես ասել մեռնեմ եւ պրծնեմ, Աստված մեզ փրկագնել է եւ մեռնելով դու չես պրծնի, մեռնելով Աստծուն հաշիվ պետք է տաս քո կյանքի համար եւ քո խոսքերի համար։ Տեր Հիսուսն էլ հիշում եք ասաց. ամեն դատարկ խոսքի համար դատաստանի օրը պիտի հաշիվ տաք Աստծուն։ Ուրեմն զգուշանանք, բարեկամներ, ամեն արտահայտություն չի, որ օգուտ է մեզ, վնաս է եւ հետագայում նաեւ դատաստանի օրը մեզ պատասխանատվության առաջ կկանգնեցնի։ Հետևաբար կյանք հռչակենք, կյանք դավանենք, կյանք արտաբերենք մեր խոսքերից եւ ոչ թե մահվան խոսքեր, եւ վերջապես սովորենք ինքներս մեզ հուսադրել, ինքներս մեզ քաջալերել։ Դավիթ թագավորը սաղմոսների մեջ տեսնում ենք քանի տեղ, որ դիմում է ինքն իրեն իր անձին, ով իմ անձ, ինչու ես շփոթված ինձ անում, Աստծուն հուսա, կարծես իրեն խրատում է, իրեն հանդիմանում է եւ իրեն քաջալերում է։ Իսկ Հովելի մարգարեության 3:10 խոսքում հետեւյալն է գրված. «Թող թույլն ասի ուժեղ եմ ես»։ Իհարկե, ես ամենևին հակում չունեմ դատարկ դավանանքների, երբ որ մարդը մեղքի մեջ է եւ ասում ես մեղքի մեջ չեմ, դա իրեն ոչինչ չի տա, բայց երբ որ մենք ուզում ենք վերականգնվել եւ մոտենալ Աստծուն, ապա մեր խոսքերն էլ պետք է փոխենք։ Եբրայեցիների թղթում գրված է, որ Քրիստոսը մեր հավատքի դավանության քահանայապետն է, մեր դավանանքի, հետեւաբար ինչ որ մենք դավանում ենք, այն էլ բարձրանում է Աստծո առաջ եւ Աստված հաշվի առնում մեր խոսքերը։ Մի խոսքով, շատ կարևոր է, որ մենք ճիշտ արտահայտություններ արտաբերենք եւ մեր լեզվին վարժեցնենք։ Նոր կյանքը սկսվում է նոր խոսքից։ Դու ես ընտրում այն բառերը, որոնք կարող են թե սպանել եւ թե ապրեցնել քեզ։ Ապա ինչու չընտրել ապրեցնող բառերը։ Կարող ես ասել, որ ես Աստծո ստեղծագործությունն եմ,
թանկ գնով եմ գնվել, իմ կյանքը պետք է Աստծուն, դառը բաժինը իմ ճակատագիրը չի, Աստված լավագույնն է պատրաստել ինձ համար, այո ես սխալներ եմ անում, այո ես տկարություններ ունեմ, բայց ես սովորում եմ և հավատում եմ, որ այն բարի գործը, որ Աստված սկսեց ինձանում, ավարտին կհասցնի մինչև Տեր Հիսուս Քրիստոսի օրը։ Ես շարունակելու եմ խոսել կյանք և ոչ թե մահ, ոչ միայն ինձ վրա, այլև իմ շրջապատի վրա։ Հիմա կառաջարկեմ աղոթքով գանք Աստծո առաջ և բերենք մեր լեզուն և մեր շուրթերը Սուրբ Հոգու ներգործության ներքո և խնդրենք, որ Աստված բժշկի մեր լեզուն, այո մեր լեզուն բժշկվելու կարիք ունի։ Մեր սիրելի երկնային Հայր, մեր բժիշկ, մեր փրկիչ, մեր Տեր և մեր Աստված, շնորհակալ եմ քո ճշմարիտ խոսքերի համար, շնորհակալ եմ քո ապրեցնող խոսքերի համար։ Ինչպես Սաղմոսերկուն է ասում, երբ իմ բերանը բացելու լինեմ, պիտի գոհանամ քեզանից ով Տեր։ Ինձ էլ օգնիր, որ իմ բերանը ես բացեմ ոչ թե անեծքներով և հայոյանքներով, ոչ թե մահաբեր և թունոտ խոսքերով, այլ ապրեցնող, օրհնաբեր և գոհության խոսքերով, որ իմ լեզուն ոչ թե մահվան աղբյուր լինի, այլ կյանքի, ոչ թե դառնության աղբյուր, այլ քաղցրության աղբյուր լինի, ոչ թե դառը պտուղ առաջացնի, այլ քաղցր, կյանք տվող պտուղ, ինչպես կարդացինք, որ կյանքն ու մահը լեզվի ձեռքին են, ուրեմն օգնիր ինձ, որ իմ լեզուն կյանք արձակի։ Շնորհակալ եմ քեզանից, որ քո Սուրբ Հոգու ներգործությամբ ես այսուհետև ուշադիր կլինեմ իմ շուրթերին, ինչպես Սաղմոսերկուն է ասում, պահապան դիր իմ շուրթերին, այո, օգնիր ինձ, որ իմ բերանից դուրս եկող խոսքերը ոչ թե մահաբեր լինեն, այլ կյանք պարգևող։ Եվ այս ամենում դու ինձ օգնություն և զորավիք կլինես։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։